Ջրի արտահոսքի հետքերով բազմաբնակարան շենքը առաջի հարկում ենք, այս հատվածում ունենք կորուստ, ջերմատեսիլը ոչինչ չի ֆիքսում այս պահին, այսինքն հոսքերը տենց ինտենսիվ չեն, բարձր ենք հասկանանք, կասկածներ կա, որ երրորդ հարգից կարող է լինել, հասկանանք։ Երկրորդ հարկի ուսումնասիրությունները արդյունքի չբերեցին, այսինքն ջերմատեսիլը ստեղ արտահոսքը չի ֆիքսում, ըստ երևույթին կորովագիծն է լինելու, որը սենց իջնում է, ամեն հարգի հակառակ կողմն է, այսինքն ջերմատեսիլը ոչինչ չի ֆիքսում, ստեղ արտահոսքեր չկա, այս բնական առասարակ 3 ամիս չի կիրառվում, մի ամիս ընդհանրապես ջուրը ստեղ չի բացվել։ 3 հարկ նագրուսկա տալով, իջել եմ էլի առաջի հարկ, 3 հարկ նագրուսկա տալով, այսինքն ջրի լիտրաժներ ապահովելով, արդեն ստեղ սկսեց սենց արտահոսելը, այսինքն խնդիրը երկրորդ հարկ առաջի հարկ պերեկրիտն է, այսինքն այդ հանգույցն է, տրայնիկը կամ ավելի ներքև այս մի տրայնիկ է, հեսա հասկանանք, ըստ երևույթին պետք է կախովի առաստաղը քանդվի։ Առաջի հարկի հարևանը ստիպված է լինելու կախովի առաստաղը քանդի, այս պատի վերևը պերեգարոտկա էր դրած, այսինքն կամերայով չկարացա տեղ հասանելիություն ունենամ, պերեգարոտկան քանդի, որ հասկանա, այսինքն կամ լինելու է այս հարկի վերևի տրապ մտող տրայնիկից, կամ ավելի վերև բգից, որովհետև երկրորդ հարկը ուսումնասիրեցինք, ընդեղից ոչ մի ձև ջերմատեսիլը ու խոնավաչափը չֆիքսեց։ Լինելու է կամ այս տրապի տրայնիկը, կամ դրա վերևի բուգը, կբացեն կհասկանան։